Ընդհանրապես խաղողի այգիների ընտրությունը կապված էր, պայմանավորված էր Հայաստանում խաղողագործության վերջին տասնամյակներում ակտիվ զարգացման հետ։ Դա նաև պատմական մեր ավանդույթն է, Հայաստանի մշակութային արժեքը վերածնունդ ապրելու եւ ոգևորիչ է շատ տեսնելու ավանդական ճանապարհով խաղողի այգիների հետազոտությունները, որոնք կարող են նշանակություն ունենալ նաև հետագայում գինու որակի հարցում, ժամանակակից լուծումներ կան արդեն աշխարհում, խաղողի դաշտերի էկոլոգիական վիճակի ուսումնասիրություններում կիրառվող, որտեղ հեռազնման տեխնոլոգիաները ուրույն տեղ ունեն արդեն վաղուց, եվրոպական գիտական հանրության մեջ, հատկապես խաղողագործության եւ գինեգործության ավանդույթներ ունեցող երկրներում, ինչպիսին օրինակ Իտալիան է, հրաշալի փորձ ունեն եւ Իտալիայի հետ համագործակցության շրջանակներում շատ հետաքրքիր դարձավ այսօր թվային գյուղատնտեսությունն մեծ թափով զարգանում։ Մենք էլ էկոկենտրոնում ներդրում էինք ակտիվ կերպով արբանյակային, ընդհանրապես օդատիեզերական հեռազնումը։ Փորձեցինք տեսնել Հայաստանում կարող ենք արդյոք փորձ անել հեռազնման տեխնոլոգիաները կիրառելու եւ տեսնելու ինչպես կարող ենք օրինակ խաղողի այգիների էկոլոգիական վիճակի գնահատման գործում այդ այսպես կոչված հետախուզման ժամանակակից տեխնոլոգիաները կիրառել։ Ուրեմն հեռազնումը ընդհանրապես ցանկացած միջամտությունն է, այսպես ասած, ուսումնասիրության նվիրն է, երբ օբյեկտը փորձում ենք դիտարկել որոշակի հեռավորությունից, դա կլինի տիեզերք, դա կլինի օդ, թե օբյեկտից որոշակի հեռավորության վրա։ Մենք սկսեցինք օդատիեզերական հեռազնումից, այսինքն արբանյակային պատկերներ, հետագայում հասկացանք, որ արբանյակային հեռազնումը ունի իր առավելությունը հետազոտություններում, որովհետև դիտարկում է ընդարձակ տարածքներ, դիտարկում է որոշակի մեզնից անկախ ինչ-որ պարբերականությամբ, մեզ տվյալներ է տրամադրում, բայց այնտեղ խանգարող բազմաթիվ հանգամանքներ կան, հետազոտվող օբյեկտը կարող է ծածկված լինել ամպային ծածկույթով, կան մթնոլորտային աղավաղումների լուրջ խնդիրներ, նման հարցերը լուծելու պարագայում օգնության են գալի օդային հեռազնման ուրեմն տեխնոլոգիաները, որոնք մինչ այդ էլ կիրառվել են 20-րդ դարի առաջին կեսում հիմնական ռազմական նպատակներով օդային ապարատներից, ուղղակի նկարաններ անել ռազմական նպատակներով, հետագայում դրանք սկսեցին, հետո երբ տիեզերքը նվաճվեց, տիեզերքից սկսեցինք դիտարկել, հետ եկանք օդային տեխնոլոգիաներին, բայց արդեն փորձում ենք ստանալ դա անօդաչու թռչող սարքերից եւ այդ շուկան հատկապես ակտիվ սկսեց զարգանալ վերջին տասնամյակներում։ Մենք էլ մեր առաջի անօդաչու թռչող սարքը երբ ձեռք բերեցինք, ինքնաթիռատիպ թռչող սարքներ, որը փորձարկելու ժամանակ մեր գործընկերները, ովքեր հիմա ակտիվ ներգրաված են խաղողի այգիների, ընդհանրապես գինեգործության գործընթացում, առաջարկ եղավ, երեխեք եկեք փորձենք մեր այգիներում, այս շատ հետաքրքիր է։ Մենք էլ այդ նույն ժամանակ զուգահեռ նաև իտալական գործընկերների հետ էինք մեր Տուշայի համալսարանից ակտիվ, այսօր արդեն նաև Պավիայի համալսարանից, փորձեցինք այդ դիտարկել Տրինիտի խաղողի այգիները, որտեղից առաջարկը եղավ, եւ ի սկզբանե մեզ հետաքրքիր առհասարակ ինչ նկարներ են ստացվում, այդ նկարների հետ ինչ գործ կարող ենք անել, հետո հասկացանք, որ ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարքերը ունեն իրենց խնդիրները, լեռնային երկրներում, լեռնային տարածքներում, միջլեռնային հովիտներում, գետահովիտների տարածքներում ուսումնասիրությունների համար հասկացանք, որ մեզ նաև պետք են ուղղաթիռատիպ անօդաչուներ եւ իհարկե սկսեցինք նաև հարստացնել մեր, այսպես ասած, ավտոպարկը։ Այդ առումով հիմա հագեցած ենք տարբեր տիպի անօդաչուներով եւ այդ անօդաչուներին փակցվող տեսախցիկներով։ Ունենք բազմասպեկտրալ, կիրառում ենք ջերմային լուսանկարահանում եւ վերջին մեր ձեռքբերումը խոշոր իր անօդաչու թռչող սարքով դա լազերային սկանավորման համակարգներ, որն արդեն այլ սերնդի ուրեմն հեռազնման տեխնոլոգիա է, որովհետև հեռազնման տեխնոլոգիան իրականում նախատեսում է պասիվ եւ ակտիվ։
Պասիվ հեռազնման դեպքում մենք գրանցում ենք, այսինքն ապարատը գրանցում է արեգակից ուրեմն ստացած եւ օբյեկտի անդրադարձած էներգիան, իսկ ակտիվ հեռազնման համակարգերի դեպքում սենսորներն իրենք են սիգնալներն ուղարկում եւ գրանցում են այդ անդրադարձված ազդանշանների հաճախականությունը, ժամանակը եւ այդ բոլորը գրանցված հետագայում մենք փորձում ենք ամենատարբեր մեթոդներով, սկսած վիճակագրական մեթոդներից մինչեւ արհեստական բանականություն, փորձում ենք վերծանել։ Խնդիրները, որոնք այդ տեխնոլոգիաներով կարող ենք լուծել, շատ են։ Խաղողի այգիներով այսինքն գյուղատնտեսական, բայց անգամ գյուղատնտեսության մեջ իրենց կիրառումը բավականին ընդարձակ է։ Սկսած խաղողի այգիներ, բնական արոտավայրեր, ընդհանրապես մրգատու այգիներ, ցորենի դաշտեր, հացահատիկային մշակաբույսեր, Իսկ եթե գյուղատնտեսականից փորձենք ավելի ընդարձակվել, քաղաքային տարածքների ջերմային դաշտեր, Սևանի հարցում մենք ունենք շատ հետաքրքիր համագործակցություն ջրի որակի ծաղկման երևույթների հայտնաբերման ուսումնասիրման գործում շատ ընդարձակ է։ Իսկ եթե հետ գանք խաղողի այգիներին, ապա այստեղ եւս խնդիրների ընդարձակ շղթա կարող ենք ներկայացնել։ Մենք փորձեցինք հասկանալ այգիների ֆիզիկական չափերի, այգիներում խաղողի վազերի շարքերի առանձնացումից մինչև քլորոֆիլի քանակական գնահատում, որ շատ ավելի բարդ գիտական խնդիր է, որ պետք է լուծենք։ Մենք դեռևս մեթոդական խնդիր ենք փորձում լուծել, փորձում ենք հասկանալ, արժե արդյոք հեռազնմամբ դիտարկել քլորոֆիլի քանակությունը։ Ընդհանրապես խաղողագործին դա ինչ է տալու։ Բերքի հետ կապված քլորոֆիլի քանակը իրան առհասարակ հետաքրքիր է, թե չէ։ Այլ բան է, որ իրան կարող է հետաքրքրի տարբեր հիվանդությունները, որոնք կարող են լինել, կամ որպես հիվանդություն չասեմ, բայց այնպիսի երևույթ, ինչպիսին խլորոզն է, որը կարող է տարբեր ձևերով կարող է լինել ինդիկատոր տարբեր երևույթների, սկսած հիվանդություններից, մինչև, չգիտեմ, տարբեր ագրոնոմիական խնդիրներ։ Բայց խլորոզը օրինակ մենք կարող ենք տեսնել արբանյակից կամ անօդաչու թռչող սարքից ստացվող պատկերներից, Եվ եթե դա կարող ենք տեսնել, դա դառնում է այսպես կոչված առաջին մոտեցմամբ ահազանգ, որ ինչ-որ բան այնտեղ կատարում է։ Այնինչ ագրոնոմը ինքը պետք է գնա, փնտրի, նայի, առանձին ժամանակատար, չնայած իրենք դա անում են, մենք չենք ասում, որ հեռազնումը գալու է փոխարինելու ավանդական ճանապարհով ֆերմերային տնտեսություններում կատարվող դիտարկումները, ոչ, գալիս են միմյանց լրացնելու։ Այսինքն այստեղ մենք առաջին մոտեցմամբ կարող ենք նայել պատկերները մեզ ինչ են տալիս, առանձնացնել են տեղամասերը, որտեղ խնդիրներ են դիտվում, արդեն ագրոնոմները իրենք հետագայում դուրս գան այդ հատվածներում, հատկապես եթե խոսքը տասնյակ հեկտարների հասնող տարածքների մասին է։ Մեր հետազոտվող տարածքը մի քանի հեկտար է, որը հեշտ է նաև ուսումնասիրել, ոչ թե ուսումնասիրել վիճակը հասկանալու համար այս պահին, այլ ուսումնասիրել մեթոդը մշակելու համար, որովհետև այնտեղ բացի օդային նկարահանումը կամ արբանյակային պատկերը, մենք նաև դաշտային ավանդական ճանապարհով չափում ենք իրականացնում, երբ պիտի հասնենք չափումներ իրականացնել թռիչքի ժամանակ, որպեսզի արեգակի դիրքից եւ մնացած այլ կլիմական առանձնահատկություններից ելնելով մենք նկարների վերծանման ժամանակ ունենանք որակի հավաստման համար պատշաճ ուրեմն տեղեկատվություն, հարմոնիզացված, գիտահեն, եւ դա շատ կարեւոր է մեթոդի մշակման համար ընտրել ոչ մեծ տարածքներ, դա եւս հաշվի առնված։ Եվ հետաքրքիր առանձնահատկություն հիմա տեսել ենք, որ երևի թե ակնկալվում էր նաև, որ հետազոտվող տարածքում մենք ունենք խաղողի տարբեր տեսակներ եւ այդ տարբեր տեսակներ ունեն իրենց տարբեր արձագանքը նաև քլորոֆիլի եւ քանակական առումով եւ դրա տարածաժամանակային վարքագծի ուրեմն ձևավորման, ընդհանրապես վարքագծի դրսևորման, ոչ թե ձևավորման, առումով տարվա ընթացքում շատ հետաքրքիր բան կա, օրինակ սկսած վեգետացիոն շրջանի սկիզբ,
պիկ եւ ավարտ, հա, բայց այդ առաջի, այսպես ասած, արդյունքները դեռևս հետազոտման փուլում են։ Այսինքն, այս պահին ասել, որ այգին այս վիճակում է, հենվելով հեռազնման տվյալների վրա, դեռևս շուտ է։ Դեռևս մշակվում է մեթոդը, որը պետք է ուղեցույց նաև դառնա հետագայում, եւ որի վրա որտեղ մշակված մեթոդը դեռևս պետք է փորձարկվի նաև այլ լանդշաֆտային գոտում տեղակայված խաղողի այգիների համար, որովհետև այն ինչ մենք տեսնում ենք կարող է պայմանավորված լինի լանդշաֆտային առանձնահատկություններով, իսկ մենք դեռևս նայում ենք 4 մերձարևադարձային լանդշաֆտային գոտում տեղակայված խաղողի այգիները։ Տափաստանայինում պատկերը կարող է լրիվ այլ լինել։ Մշակված մեթոդիկան կարող է մշակված մեթոդի հիման վրա կարող են մշակվել գործիքակազմեր վաղ early warning համակարգի, հա, որը կարող է application-ի նման ուղղակի կիրառական ինչ-որ փոքրիկ հավելված դառնա, որը կարող է կիրառվել ուրեմն ֆերմերային տնտեսություններում, ուղղակի դիտարկելու, քարտեզագրելու եւ տեսնելու այս պահին օրինակ խաղողի այգիներում ինչ է կատարում։ Կան արդյոք, ասենք, հիվանդ տեղամասեր կամ տեղամասեր, որտեղ քլորոֆիլի քանակությունից կախված, օրինակ, ինչ որ մի խնդիր է արտահայտվում, հա։ Բացի այդ, մենք շատ ավելի բարդ խնդիր ենք դրել, որի անցնելու համար երկար ճանապարհ ենք անցնելու, այ քլորոֆիլի քանակության եւ երկաթվության կապը։ Դա չենք բացառում, բայց գիտության մեջ լինում են նաև բացական արդյունքներ, որը եւս կարող է գիտական արդյունք լինել։ Այդ դեպքում շատ ավելի հեռուն կարող են գնալ։ Հիմա մեր խնդիրն է ու այդ ֆերմերային տնտեսությունները ընդհանրապես դրան են ուղղված ունենալ բացի գիտական արդյունք, որ ասում եք ձեր խնդիրն է, բայց մեզ օրինակ ինչ կիրառական գործիք կարող եք տրամադրել, որովհետեւ մենք դա փորձենք օգտագործել, հա։ Այսօր բազմաթիվ ուրեմն ծառայությունների ձևով, հա, հավելվածներ կան բջջայինների վրա աշխատող, որոնք տալիս են հողի ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը, հա, բազմաթիվ են, տարբեր ճշտությամբ։ Մեր խնդիրն է փորձել այն նման օրինակ մի բան փորձել տալ, քարտեզագրելու եւ այնպես է որ աշխարհում դա կիրառվում է։ Խնդիրը նրանում է, որ աշխարհում մշակված տարբեր այդ նման օրինակ ալգորիթմներ, որոնք կարող են դառնալ գործիք ու կիրառվել, ենթադրենք թե մեր լանդշաֆտային գոտու համար, դեռ փաստ չէ, որ դա ամբողջապես կարող է կիրառվել այստեղ։ Գիտական առումով եթե նայենք, աշխարհագրական առանձնահատկությունները տարածքների թելադրում են, պահանջում են մշակված ալգորիթմները տվյալ վայրի համար, որտեղ կիրառվելու է, վերանայվել, ադապտացվել, հա։ Դեպքեր են լինում, երբ պատենտավորված ալգորիթմները չեն աշխատում այս կամ այլ աշխարհագրական լայնություններում տեղակայված օբյեկտների համար։ Դրա համար լավ կլինի, որ ուսումնասիրելով միջազգային փորձում են կարողանանք դրանք ադապտացնել այս տարածքների համար։ Եվ ամենակարևորը, որ այս հետազոտությունները, որոնք մենք իրականացվում ենք, արվում են պետական ֆինանսավորմամբ եւ այն զարգացումը, որ ունեցել ենք մինչ այժմ եւ շարունակելու ենք ունենալ, որովհետեւ դրանք ռազմավարական զարգացման մեր ուղղություններ են, նրանք գտնում են պետական ֆինանսավորման աջակցություն։ Բաժինը երկու կասեմ, երևի թե 2 տասնամյակի ընթացքում զարգացման լուրջ ճանապարհ է անցել, կուրսներով, ձեռքբերումներով, վերջի տարիներին այդ ձեռքբերումները հատկապես ընդգծված էին, հա, եւ մարդկային ռեսուրսների տեսքով, որը ես շատ ավելի եմ կարևորում, որովհետեւ եթե կա մարդկային ռեսուրսներ, կան որակյալ կադրեր, կադրերին կա հնարավորություն աճելու եւ զարգանալու հնարավորություն ստեղծելու, մնացածը հնարավոր է ձեռք բերել եւ ֆինանսները կգտնենք եւ այդ ֆինանսներով սարքավորումները ձեռք կբերենք։ Ես ինքս իմ գիտական կարիերան սկսել եմ ուսանող տարիքից, անցել եմ շատ լուրջ ավանդույթներով դպրոց, հիմնադիր տնօրենի էկոկենտրոնի հիմնադիր տնօրենի պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի աշակերտն եմ եղել եւ ստացել եմ լուրջ հմտություններ երիտասարդ կադրերի հետ աշխատանքի, իրենց քաջալերելու, չասենք համոզելու, բայց
փորձելու գրավել գիտության դաշտ, որովհետև գիտությունը պետք է գրավիչ դառնա։ Միշտ հետաքրքիր է, բայց այստեղ առկա խնդիրները երբեմն թույլ չեն տալիս երկար պահելու, հա, երիտասարդներին դաշտում։ Բայց ես եւ իմ գոլեգաները, ովքեր անցել են այդ դպրոցը, հիմնադրեցի ամեն մեկը մի դպրոցի կրող է, հա։ Ես փորձել եմ գործընկերների հետ միասին նաև հիմք դնել Հայաստանում եւ էկոկենտրոնում հատկապես ութատիեզերական հեռազնման դպրոցի ստեղծման։ Չափազանց կարևոր է, որ աշխարհը մեծ արագությամբ է զարգանում, այս տեխնոլոգիաները կայծակնային արագությամբ են, մինչև փորձում ենք մարսել, հասկանալ, ձեռք բերել, յուրացնել, ադապտացնել, մշակել մեթոդները, տեսնում ենք հեղափոխական քայլերով անցել են առաջ, հա, պատկերային հեռազնումից անցել են սպեկտրալ հեռազնման։ Մի խոսքով, ինչքանով հետաքրքիր է, այնքանով նաև պիտի փորձենք արագությունը պահել։ Զարգացումը հետաքրքիր ձևով գնաց հատկապես մինչև 20 թիվ եւ 20 թվից հետո, հա, երբ հասկացանք, որ տվյալները, որոնց հետ մենք գործ ենք ունենում, դրանք լայնածավալ են եւ առնչվում են արդեն դուրս են գալիս բնական գիտություններին ծառայելու սահմաններից եւ պահանջում են բնական գիտություններին կապել տվյալագիտության ժամանակակից մշակումներին, որտեղ գործ ունենք մեծածավալ տվյալների հետ, գործ ունենք մեծածավալ տվյալների մշակման հետ, որոնք պահանջում են բարձր հաշվարկական ռեսուրսներ։ Այսինքն կամա թե ակամա մտնում ենք այդ նոր գիտական դաշտ եւ դա ստիպեց վերանայելու կառուցվածքը նաեւ եւ ԱՏՀ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի հեռազնման բաժինը ներսում ստեղծեց գիտական խումբ մեքենական ուսուցման եւ տվյալագիտության, որտեղ արդեն ինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի բնագավառի երիտասարդների սկսեցինք հավաքել, շատ ավելի հետաքրքիր է, երբ բնագետներն են արագ յուրացնում այդ տեխնոլոգիաները, որովհետեւ եթե անգամ բնագետը չի տիրապետում տվյալագիտության այդ հմտություններին, մենք փորձում ենք բնագետին անպայման գցել տվյալագիտ մասնագետի, որովհետև միասին պիտի փորձեն հասկանալ այդ ժամանակակից մեքենական ուսուցման ժամանակակից մոդելներով ենք փորձում մշակումներ անել, վերծանվածը ստուգա չափել եւ հետո ավելի առաջ գնացինք։ Հասկացանք, որ տիեզերքից բացի կա օդային նկարահանման մեջ կա նաև գերբարձր լուծաչափի եւ պրոքսիմալ հեռազննում եւ այդ ուղղությամբ ստեղծվեց եւս մի գիտական խումբ, արդեն գերբարձր լուծաչափի հեռազնման ուրեմն խումբը, որը գրանտային ծրագրերից մեկի ինտեգրման ծրագրի շրջանակում, հա, ձևավորվեց եւ ամենակարևոր ձեռքբերումը դրանք մարդկային ռեսուրսներն են, երիտասարդ կադրերը, որոնք չափազանց կարևոր են եւ որպես գիտաշխատող, որպես գիտության մեջ 25 տարուց ավել, կարելի ասել 27 տարի, հա, գիտական կարիերայում ամենամեծ նշանակությունը ես տալիս եմ մարդկային ռեսուրսներին։ Ամենացավոտը տանում եմ ռեսուրսների կորուստը, կապ չունի դա ֆիզիկական կորուստ է, թե ուղղակի մարդու հեռանալը երկրից կամ բաժնից հեռանալը, հա։ Թեպետ այդպիսի կորուստներ կարելի ասել ունեցել ենք, ցավով եմ նշում, բայց շատ չեն եղել, բայց ամեն մեկի հեռանալը անձնական ցավ եմ համարում, որովհետև մենք աշխատում ենք թիմային սկզբունքով, թիմում ամեն մեկ ունի իր նշանակությունը եւ այդ կորուստը մեծապես ազդում է եւ շատ հաճախ, չնայած ասում են անփոխարինելիներ չկան, կան անկրկնելիներ, բայց տարեց տարի ես հասկանում եմ, որ չէ, այնուամենայնիվ կան մարդիկ, որոնց շատ դժվար է փոխարինել։ Միգուցե փորձես հարցը լուծել, բայց դա լիարժեք փոխարինում չի։ Եվ այդ տեսակետից մարդկային ռեսուրսների առումով մենք փորձում ենք հնարավորինս զգուշ աշխատել, որովհետև կա կադրերի աճեցման խնդիր եւ կրթության բնագավառում ունեցած խնդիրները եւս անդրադառնում են գիտության մեջ, այսինքն անելիքները շատ են։ Մենք շատ մեծ համագործակցային ցանց ունենք միջազգային, շատ մեծ։ Միացյալ Արևմուտք, Արևելք, վերջերս վերադարձել ենք
Արաբական Էմիրություններից միացյալ, որտեղ Դուբայի համալսարանի հետ շատ հետաքրքիր համագործակցային հուշագիր է կնքվել եւ արդեն գործնական քայլեր են ուղղվում այդ ուղղությամբ անելու, բայց համագործակցությունը իհարկե Եվրոպա, նահանգներ, Արևմուտք, Արևելք, Չինաստան, դիվերսիֆիկացնում ենք Հնդկաստան, աշխատանքներ են տարվում ներքին համագործակցության գործում, որովհետև մեզ պետք է ներքին համագործակցային ցանցը ակտիվացնել։ Դրա այդ առումով եւս կարևորում եմ Սևանա լճի հետազոտական process-ում մեր հայ-գերմանական նախագծի շրջանակում տրադիցիոն է, որ միջազգային եվրոպական գործընկերների հետ աշխատում ենք, բայց ինձ կրկնակի եռակի անգամ ուրախացրեց այն փաստը, որ մենք վերջապես աշխատեցինք ոչ թե վերջապես էլի ենք արել, ունեցել ենք համագործակցություն, բայց այստեղ արվում էր գործ, որը որոշումների կայացման համար պրոդուկտ էր տալու։ Այդ առումով շատ գնահատելի էր, որ աշխատում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ համատեղ։ Իրենք ավանդական ճանապարհով հետազոտական արդյունքներն էին մեզ տրամադրում ստուգաչափելու համար։ Այստեղ էր ընդգրկված որոշումների կայացնող սեկտորը, շրջակայուն չայր նախարարությունը, հա։ Տեղական համագործակցության առումով շատ ծերտ համագործակցություն կա նույն Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի եւ ավտոմատացման խնդիրների ինստիտուտի հետ, ում հետ արդեն 2000-ականների, այսպես 2010-ին մոտ սկսեցինք համագործակցել, երբ ստեղծվում էին հաշվողական ենթակառուցվածքների ազգային համակարգը, եւ մենք որպես հետագա շահառու, որովհետեւ գործ ունենալու մեծածավալ տվյալների հետ, միասին սկսեցինք համագործակցել, դա եղավ հետաքրքիր խթան Շվեյցարիայի Ժնևի համալսարանի հետ համագործակցություն սկսելու եւ այսօր համատեղ մտածում ենք ազգային ենթակառուցվածքների հաշվողական ռեսուրսների հիման վրա եւ մեր օդատիզերական հեռազանման տվյալների մշակման անալիտիկ կարողությունները մեկտեղել եւ ստեղծել հեռազանման տվյալների ազգային մշակման ազգային դատակուպ ասվածը, հա, բազմաչափ տեղեկատվական համակարգը գործիքակազմով հագեցված, որը, այսպես ասած, ռազմավարական նշանակություն ունեցող քայլ է, որին պիտի գնանք եւ այդ ուղղությամբ նաեւ, այսպես ասած, զարգանում է համագործակցությունը հիմա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, ովքեր իրոք հետաքրքրված են եւ նաեւ հաշվի առնելով, որ Հայաստանը թեւակողել է արբանյակային, ուրեմն զարգացման արբանյակային գործունեության, դեռ արբանյակային չէ, տիեզերական գործունեության զարգացման փուլ, այստեղ պիտի մեկտեղվեն գիտական կարողությունները որոշումների կայացման սեկտորի հետ եւ պիտի ասեմ, որ այդ նշեցի Դուբայի համալսարանի էմիրությունների հետ համագործակցության, այսպես ասած, լուրջ խթան եղավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ միասին անցած տարի Միլանում կայացած 75-րդ միջազգային տիեզերագնացության կոնգրեսի մասնակցությունը, ցուցահանդեսի մասնակցությունը, որտեղ միասնական տաղավարում կենտրոնը եւս ներառված էր։ Եվ այնտեղ, այսպես ասած, եւս մեկ անգամ հանդիպեցինք մեր գոլեգաներին եւ արդեն տեղափոխեցինք ուղղակի ընկերությունը համագործակցային լուրջ դաշտ։ 6 ամիս հետո Հայրազնման հերթական կոնգրեսում Դուբայում կայացած կնքվեց համագործակցության հուշագիրը, որը արդեն այլ կերպ ասած, այլ էներգետիկ հարթություն է տեղափոխում զարգացման գործընթացը։ Այն նշեցի, որ գյուղատնտեսությունից դուրս մենք դիտարկում ենք նաև քաղաքային տարածքներ, օրինակ ջերմային դաշտերը, փորձում ենք օրինակ հասկանալ օրինակ օդատիեզերական հեռազանման հնարավոր է անցնել քաղաքային օդի ջերմաստիճանի գնահատման, հա, ուղիղ կերպով ու անգամ հիմա փորձում ենք ստացած արդյունքների հիման վրա նաև ծառայության մշակման ինչ որ մի, այսպես ասած, էտալոնային չէ, բայց փորձնական օրինակ փորձում ենք ստեղծել։ Մի հետաքրքիր համագործակցություններ մեր շրջակա միջավայր նախարարության մոնիտորինգային կենտրոնի, հա, հետ համագործակցությունը, որը ոչ միայն տեղական միջազգային լուրջ համագործակցություններ գիտական նախագիծեր, որը հնարավորություն տվեց Սևանա լճի ջրի որակի հեռազննում իրականացնել եւ գտնել այն գործիքները եւ այն
տեղեկատվությունը հեռազնման, որը կարելի է կիրառել Սևանա լճի համապարփակ մոնիտորինգային ծրագրում, ավելին վերանայել մոնիտորինգային ծրագիրը եւ փորձել հեռազնման բաղադրիչը այնտեղ մտցնել որպես պարտադիր բաղադրիչ, բայց մինչ այդ մենք պետք է ցույց տանք, որ հեռազնումը կիրառելի է եւ կան այն տվյալները, որոնք պետք է կիրառվեն, որովհետեւ Սևանի պարագայում մենք գործ ունենք այնպիսի օբյեկտի հետ, որին պետք է հեռազնումը, որովհետեւ շատ մեծ է եւ ավանդական ճանապարհով կատարվող հետազոտությունները չեն բավարարում, կամ պիտի լուրջ վերանայվեն գեր թանկարժեք վերազինման գնանք, կամ մինչ դա չենք բացառում, մի օր կհասնենք դրան, մինչ դա փորձենք գոնե հեռազնումը մտցնել, հա, ներառել մոնիտորինգային այդ գործընթացում եւ դա հաջողվեց, գոնե որոշման մակարդակով դա հաջողվեց, հեռազնումը դարձավ պարտադիր բաղադրիչ եւ մնում է միայն հիմա դա իրականացնել եւ հեռազնումը դառնա իրոք կիրառվի Սևանա լճի ջրի ծաղկման, ուրեմն դիտարկման եւ ծաղկման ժամանակահատվածի գրանցման գործընթացում։ Նպատակը հենց դա է, որովհետեւ մենք բացի հիմնարարը մենք կիրառական բնույթի հետազոտություններ ենք միտված անելով, որ արդյունքները իրոք կիրառություն գտնեն։ Դա կլինի ուրեմն մոնիտորինգային process-ում, դա կլինի գյուղատնտեսական մասնավոր ֆերմերային տնտեսությունների համար, համագործակցության առաջարկներն էլ շատ են։ Մենք փորձում ենք մի քիչ ավելի կայուն գնալ եւ գնալ ավելի գիտականորեն հիմնավորված, այսինքն փորձենք նաեւ որակի հարցում, այսօր մի բան ստացա, դա դեռ չի նշանակում, որ այդպես է։ Երեկվա ստացած արդյունքը այսօր կարող է չաշխատի, այսինքն մեթոդում ինչ որ սխալ կա, մենք մեր սխալների այդ հյութի մեջ էփվելով այդպես է դպրոց ստեղծվում, իսկ սա դպրոց ստեղծման բնականոն գործընթաց է։